Գավառում Street Workout մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն է, որպես ուժի խորհրդանիշ կարմիր ժապավենին փոխարինել է երկաթյա շղթան, որի կտրումով էլ նշանավորվում է մարզահրապարակի բացումը։ Բակային մարզահրապարակը կառուցվել է Ազատության երկրորդ փողոցի երկրորդ փակուղու բազմաբնակարան շենքերի տարածքում։ Ուրախ ենք, որ ունենք sense լավ մարզահրապարակ, կարող ենք ընկերներով հավաքվել, լավ ժամանց անցկացնել, նոր վարություններ սովորել, շատ շնորհակալ ենք։ Մարզահրապարակի բացման արարողությանը ներկա են համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի տարածքային սպորաբաժանումների, ինչպես նաև Street Workout ֆեդերացիայի մարզիկներ։ Վերջիններիս մարզական ներկայացումները ցուցադրում են մարզահրապարակի հնարավորություններն ու մարզվելու ձևերը։ Վստահ եմ, որ այս մարզահրապարակը նպաստելու է, որպեսզի մեր պատանիները, մատաղ սերունդը, երիտասարդները առաջինը մարզվեն, ձեռք բերեն ֆիզիկական լավ կեցվածք, դուրս կմնա այն բացասական երևույթների շարքը, վատ երևույթներ, ծխել, արատավոր երևույթներ եւ նրանք առողջ ապրելակերպով հետագայում նաեւ հայոց բանակի շարքերը կամալրեն։ Մարզահրապարակը կառուցվել է Street Workout ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությամբ, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով անվտանգ, որակյալ եւ ժամանակակից մարզվելու միջավայր։ Այս խաղահրապարակում մարզվել ցանկացողները կարող են այն առավել գրագետ կազմակերպել։ QR կոդերի միջոցով տեսանյութերը ուղեցույցի դեր են կատարում։ Գավառի բնակիչները, հատկապես երիտասարդները մեծ պոտենցիալ ունեն, որտեղ մենք տեսնում ենք, որ տարբեր մարզաձևերում մեծ պոտենցիալ ունեցող երեխաներ կան, իսկ workout մարզաձևը նաև ինքը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հենց բակում սկսեն մարզվել, այսինքն են առաջին սերը դեպի սպորտը սկսի բակից, եւ մենք վստահ ենք, որ այստեղից ձևավորված երեխաները հետագայում կարող են մեծ պոտենցիալ ունենալ ոչ միայն workout մարզաձևում, այլ նաև տարբեր այլ սպորտաձևերում։ Մարզահրապարակը կառուցվել է մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակում, կառավարություն համայն համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 23 միլիոն 490 հազար դրամ է, որի 56.6% է Գավառ համայնքի, իսկ 43.4%-ը պետության ներդրումն է։ Պարոն Մարտիրոսյանի հետ համայնքի ղեկավարի հետ մենք շրջում ենք բոլոր բնակավայրերում, մենք փորձում ենք լավագույն փորձը հետագայում հասցնել նաև բնակավայրեր եւ վստահ եմ, որ եթե մեր երիտասարդները ցանկանան նախաձեռնող խմբեր ձևավորվեն, հնարավոր է նաև մասնակցային բյուջետավորման 2026-27 թվականներին այսպիսի մարզահրապարակներ նաև ունենանք բնակավայրերում։ Մասնակցային բյուջետավորումը իրենից ենթադրում է ծրագրային առաջարկներ բնակիչների, նախաձեռնող խմբերի եւ կազմակերպությունների կողմից, որոնք քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվում։ Sport Plus ժամանց Գավառում համապարփակ ծրագիրը ներառել է նաև այս մարզահրապարակի կառուցումը, ինչը մշակել ու ներկայացվել է Restart Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը արդեն 2 անգամ համագործակցել է Գավառի համայնքապետարանի հետ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում եւ 2 անգամ էլ ունեցել է հաջող ընթացք, որի համար շնորհակալություն ենք հայտնում այս համագործակցության համար եւ բնակչության ցանկանում ենք իրազեկել, որ իրենց ձայնը լսելի է եւ կարող են իրենք էլ առաջարկել եւ իրենք դառնան հենց փոփոխությունների կրողը։ Գավառում իր տեսակով եզակի մարզահրապարակը հանրային, անվճար եւ բաց է բոլորի համար։ Այն նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, երիտասարդների ներգրավվածությունն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ Գավառ առաջ! Հայաստան մարզվի! Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։